Միացյալ Նահանգներին վերջին մի քանի տասնամյակների ընթացքում չէր հաջողվել այնքան սրընթաց մոտենալ Հարավային Կովկասին, որքան վերջին 1-2 տարիների ընթացքում։ Թրամփի վարչակազմին դա հաջողվեց ավելի շատ Ռուսաստանի Ուկրաինայում պատերազմի մեջ մինչև ծնկները խրվելու, Ռուսաստանի Հարավային Կովկասում դիրքերը թուլացնելու, ինչու չէ նաև Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից արևմուտքի առջև տարածաշրջանի դուռը բացելու պատճառով։ Ռուսաստանն ու շիուշով խոշորացույցով հետևում է Հարավային Կովկասի իր դաշնակից երկրների Հայաստանի եւ Ադրբեջանի յուրաքանչյուր քայլի բացվածքին, այս երկու երկրների ավելի մերձեցմանն արևմուտքին։ Հայաստանի դեպքում Ռուսաստանից եկող մեսիջներն այսպիսին են. չեն ցանկանում վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ, փորձում են ավելի ընդլայնել տնտեսական, քաղաքական հարաբերությունները։ Հայաստանից գրեթե նույն կերպ են արձագանքում Ռուսաստանին։ Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա եւ չի լինելու մեր օրակարգում։ Արդարացումներով, փաղաքշական խոսքերով, սակայն չես համոզի ու հանգստացնի Ռուսաստանին։ Այդ երկիրը տեսնում է, որ արևմուտքի նպատակը մեկն է՝ մեկուսացնել Ռուսաստանին Հարավային Կովկասից։ Օրինակներից մեկն են բերում փորձագետները։ Արևմուտքի առաջարկը միջուկային ոլորտում Հայաստանի հետ գործակցությունը, այստեղ նոր մոդուլային տիպի ատոմակայանի կառուցումը եւս էներգետիկ առումով Ռուսաստանից հեռացնելն է։ ԱՄՆ-ն, Թուրքիան եւ Ադրբեջանը լուծում են ուրիշ խնդիր, փակում են մեծամորում գործող ատոմակայանը։ Թրիփ ուղու դեպքում էլ ըստ վերլուծաբանների այնպես չէ, որ Միացյալ Նահանգները աջակցում է Հայաստանին կամ Ադրբեջանին։ ԱՄՆ նախագահի վարչակազմը առաջ է մղում իր պետության աշխարհաքաղաքական շահերը, կենտրոնական Ասիայից մինչև Եվրոպա, որի մի հատվածը Թրիփն է։ Շատ կարևոր բան հենց ասած, որ ԱՄՆ-ն ներդրող է փնտրում Թրիփի համար եւ փնտրում է տարածաշրջանում ով ունի ռեսուրսներ եւ նպատակ։ Ադրբեջան։ Իդեպ Հայաստանի իշխանությունները մերժում են նաև Թրիփ նախագծում ընդգրկվելու ռուսների յուրաքանչյուր առաջարկը։ Հիմնավորումն այսպիսին է, որ նախագիծը, որտեղ ԱՄՆ-ն է, Ռուսաստանը չի կարող տեղ ունենալ։ Հայաստանի կառավարությունը Ռուսաստանին առաջարկել է նորոգել ռուսական ընկերության կառավարման ներքո գտնվող երկաթուղու հատվածները։ Ռուսաստանից արձագանքել են, որ քննարկում են։ Քաղաքական առումով ըստ Փաշինյանի արձագանքը դրական է։ Բացակայող հատվածները վերականգնելը առանձնապես մեծ խնդիր չի, ոչ ֆինանսական, ոչ տեխնիկական առումով, բայց պետք է այդ երկաթուղու արագությունը մենք անպայման ապահովենք։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանն անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին հայտնել է, թե տարածաշրջանը կրում է աշխարհաքաղաքական տուրբուլենտության ազդեցությունը։ Այդ բարդ պայմաններում ըստ Կոպիրկինի Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները թեւակոխել են փոփոխվող իրողություններին հարմարվելու նոր փուլ։ Նկատվող մարտահրավերների հաղթահարումը երկու կողմերից պահանջում է երկարաժամկետ քաղաքական կամք եւ ռազմավարական իմաստություն, երկկողմ փոխգործակցության կուտակված պաշարը պահպանելու եւ բազմապատկելու համար։ Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը ինքնիշխան, ուժեղ եւ ինքնաբավ լինի։ Չնայած արտաքին ցնցումներին, ռուս դիվանագետը համարում է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական եւ ներդրումային գործընկերը, երկրի էներգետիկ ու պարենային անվտանգության ժամանակով փորձված երաշխավորը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը եւս մեկնաբանելով Վենսի այցի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի համատեղ լայնամասշտաբ ծրագրերի մասին հայտարարությունները, ասել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը ինքնիշխան պետություններ են եւ ունեն ինքնիշխան իրավունք կառուցելու իրենց հարաբերությունները այլ երկրների հետ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։